Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Հարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ վերլուծաբան Կարեն Մաչկալյանի հետ, Վարդասպան Մաչկալյան, շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար։ Ընտրություններն ավարտվեցին, պատկերը մեծ մասամբ արձանագրված են ու ակնհայտ է, որ իշխանությունները գնացել են տոտալ վարչական ռեսուրսի կիրառման, գնացել են ընտրախախտումների, բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում, իսկ որ իշխանությունը չի գնացել դրան, որ հենց սրանք գնացին էլի, ասենք, արդյոք սրանից առաջ եղած ընտրություններում այդ նույն գործիքակազմը չի օգտագործվել։ Իհարկե օգտագործվել է։ Հիմա ինչ իրավիճակ ունենք։ Մի կողմից ընդդիմությունը չկարողացավ խնդիրը լուծել, գլխավոր։ Մյուս կողմից նաև Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իր խնդիրը լուծել, այսինքն իր հայտարարած համանդրական մեծամասնությունը չստացավ, ոչ միայն դա, այլ նաև 50 մինուս ստացավ։ Մինուսի հարցում ես իրենց թիվը չեմ ընդունում 50 մինուս 0.3-ը։ Ես կարծում 50 մինուսը շատ ավելի մեծ կարող է լինել եւ իրականում միջև 50 մինուս 25 իշխանությունը կարող է նվազած վարկանիշ ունենալ։ Խնդրեմ ձեր գնահատականները։ Տեսեք, Բորիս ջան, սա կանխատեսելի էր, ես ձեզ ասեմ, մեր վերջին հարցազրույցում մենք բավականին անդրադարձ կատարեցինք այդ սկզբնական փուլին ընտրությունների եւ ես մնում եմ ելի իմ կարծիքին, ինչպես 21 թվականին եմ հնչեցրել, ընդդիմությունը շանս ունի հաղթելու այս իշխանությանը միայն միասնական տեխնացիով հանդես գալու պարագայում։ Ես հասկանում եմ, որ մեր կառավարման համակարգը հիմա պարլամենտական է, բազմակուսակցություն է, բայց հիմա երբ որ մենք տեսնում ենք այս պահի մոտեցումները ընդդիմադիր դաշտի, հատկապես ուժեղ Հայաստանի կողմից եղավ առաջարկ, որ հետընտրական կոալիցիա ստեղծենք, չէ, իրենց կողմից եւ իրենք ընդունեցին իրենց սխալը, որ մենք պետք է մինչև ընտրությունը նման կոալիցիայով հանդես գայինք, բայց ցավոք սրտի ասեց մենք սխալվեցինք, հիմա պետք է ձևավորենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես կարծում եմ ուշ է արդեն, իհարկե կոալիցիա ձևավորելու համար երբ էլ ուզես կարող ես հետընտրական գործընթացների մասնակցես միասնական թևով, բայց դա պետք է անել մինչև ընտրությունները։ Եվ ես կցանկանամ տարանջատել 3 ընդդիմադիր ուժերի կարգախոսներով եւ մոտեցումներով։ Ինչ էր ասում Հայաստան դաշինքը։ Կարգախոսից ելնելով մենք պետք է հասկանանք, որ միասին կարող ենք։ Միասին դա ուղղված էր մնացած ուժերին, հատկապես այն ուժերին, ովքեր հավակնում էին բարձր տոկոսներ հավաքեին այս ընտրություններում։ Մյուս ընդդիմադիր ուժը ինչ կարգախոս էր ընտրել, ուժեղ Հայաստանի մասին է, ներկայացնում էին իրենց առաջնորդին արդեն իսկ ընտրված վարչապետ, ցանկացած հարցազրույցի ժամանակ իրեն ներկայացնում էին հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան։ Այդպես չէ, այդպես էր։ Ես չգիտեմ իրենց PR կամպանիան ով էր վարում, բայց որ դա շատ մեծ սխալ էին անում եւ դրանով հանրությանը փորձում էին ասել, որ ամեն ինչ որոշված է եւ երբ որ կրկնակի հարց էին տալի, բա որ հանկարծ, ասում էր, բա որ չկա։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան։ Մենք այս փոքր խմբակին միանշանակ մնացել է 2 օր, մնացել է 1 օր, մնացել է 1 ժամ, հետո ընտրությունները ավարտվում են, պարզվում է այդ փոքր խմբակը մի մեծ մեխանիզմ է դարել, հասկանում եք, սա քաղաքականապես ճիշտ հաշվարկ չկատարելու, քաղաքականապես գրագետ ճանապարհ չընտրելու, ասեն, որ վարչապետ չեն իրանք։ Պետք չէր այդպես ներկայացնել։ Բա ոնց ներկայացնել։ Պետք է ներկայացնել վարչապետի տեխնացու, որ ժողովուրդը այս պահին այդ հիասթափությունը չապրեր։ Գիտեք ինչ, տեսեք, ես հետևել եմ շատ ակտիվ քարոզարշավին։ Ցանկացած հավաքներին ես նայում էի կողքի աչքով, գիտեք ինչ, պետք է նայել սովորական քաղաքացու աչքով։ Տեսեք, մեր երկրում հաղթեց 10% գաղափարը։ Այս ընտրությունները գաղափարի, փողի եւ ստի միջև էր։
Գաղափարը հաղթեց 10%, փողն ու սուտը մնացածը։ Հասկանում եք, սա փաստ է։ Եվ 10% գաղափար ունեցող ազգը չի կարող հեղափոխություն անել, որովհետև այդ 10%-ի մեջ ակտիվ մասն էլ է եւս 10%։ Հիմա տեսեք հետընտրական փուլում Հայաստան դաշինքը, նաև ուժեղ Հայաստանը որոշում են կայացնել հանրահավաք, չկայացնել հանրահավաք, իրենք գիտակցում են, որ այնուամենայնիվ ժողովուրդը հիասթափվել են։ Եվ ցանկացած հավաք պետք է մի քիչ էլ հիմնված լինի ինքնաբուխ ժողովրդի կայացած լինի։ Ես կարծում եմ, այս մեր վերջին 8 տարիների ընթացքում մեծ հաշվով ընդդիմությունը հանրահավաքով, ճնշումով հաղթել է երկու գործողություններում, ես ձեզ ասեմ։ Մեկը եղել է 2019 թվականին Ռոբերտ Քոչարյանի առաջին դատավարության ժամանակ, երբ որ դատավարությունը սկսվեց մայիսի 14-ին եւ մայիսի 19-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին։ Կհիշեք դուք այդ օրերը։ Դա ժողովրդի պորտկում էր, դրա տակ կար գաղափարախոսություն, դրա տակ կար էներգետիկա, դրա տակ կար հավատ հաղթանակի։ Երկրորդ ընդդիմադիր գործիչների եւ մեր հայ ազգի, սենց ասեմ, հաղթանակը եղավ, երբ որ գրոհում էին Վեհարանը, կհիշեք, դեկտեմբեր ամսին մեր հարցազրույցի օրն էր դա։ Տեսակ չստացվեց։ Գիտեք ինչու։ Որովհետեւ ինքնաբուխ էր դա։ Ոչ մեկ չէր կազմակերպել դա։ Ժողովրդի պորտկում եղավ։ Ժողովուրդը տեր կանգնեց իր եկեղեցուն եւ իշխանությունները շատ ռեալ տեսան պատկերը։ Եվ դրա համար Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց այդ իրադարձություններին, որ հետո վերագրի, որ դե ես այնտեղ չէի, դրա համար այդպես ստացվեց։ Սա պարզ էր ամեն ինչ է կատարվելու։ Ես հակված եմ նրան, որ ցանկացած հեղափոխության, ցանկացած պայքարի հիմքում պետք է լինի գաղափար։ Փողը միայն կարող է օգնել այդ գաղափարին, բայց չի կարող դառնալ գործոն փողը։ Փողը ասենց պահի ազդեցություն կարող է ունենալ։ Ես հանրահավաքներին, որ դիտում էի, երբ որ լրագրողները մոտենում էին, ընդունենք ուժեղ Հայաստան կուսակցության հանրահավաքին, չէ՞ որ բազմամարդ հանրահավաք էր հրապարակում։ 50 հոգու մոտենում են, ասում են մեկ խոսք ասեք, ինչու եք դուք գտնվում այստեղ։ Բոլորը խուսափում էին։ Դեմքները ծածկում էին։ Ես չեմ կարծում, որ 300 հոգու հարցնել 50-ի կարծիք։ Ես ամենայն դեպս 300 հոգուց 3 հոգի տեսա, որ հստակ կարողացավ պատասխանի, թե ինչու է ինքը գտնվում այդտեղ։ Մնացած 297-ը խուսափում էին պատասխանից։ Չի կարող նման զանգվածը հեղափոխություն անել եւ իշխանապողություն երկրում։ 2018 թվականին այս իրադարձությունները եւս իր հիմքում կար գաղափար։ Այլ հարց է, թե ինչ գաղափար, ազգային թե ապազգային, բայց տակը գաղափար կար։ Ռուսներից կտրվենք, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գանք, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը այդ լոզունգներով է եկել 2018 թվականին դարել վարչապետ։ Այլ հարցը հետո իրականությունը տեսնելով փոխեց, մանևրեց, որոշեց ինչ որ տարբեր խաղեր տար եւ Եվրամիության եւ Ռուսաստանի Դաշնության հետ, միջև հիմա նա տալիս է այդ խաղերը։ Բայց հիմքում կար գաղափարախոսություն, առանց գաղափարախոսության հիմա արձանագրված փաստերը հաշվի առնելով ինչ իրավիճակ ունենք ձեր գնահատմամբ։ Տեսեք, այս իրավիճակում ես չեմ զրուցել առաջնորդների հետ եւ չեմ կարող ասել իրենց հետագա պլանները եւ գործողությունները, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ համենայն դեպս ժողովուրդ ասվածը այս ընտրություններում հաղթել է։ Եկեք ֆիքսենք, որովհետեւ մեծամասնություն չասենք, բայց առնվազն 50-50-ի բաժանված է, չէ՞, ժողովուրդը ըստ արձանագրած տվյալների։ Եվ սա, որ ասեմ, բավարար է, ոչ, որ ասեմ ուրախալի է, ոչ, բայց հիմքեր կար։ Այս պարագայում ժողովուրդը իր քայլը արել է։ Այլ բան է, որ քաղաքական առաջնորդները չկարողացան ճիշտ օգտագործել պահի իրավիճակը։ Եվ հիմա արձանագրելով 340,000 ձայն ուժեղ Հայաստանը վերագրում է, որ մենք բավականին լավ դիրքերում ենք, որովհետև մենք մեկ տարի չկա, որ ձևավորել ենք ուժ, նոր ուժ ենք, 340,000-ը դա մեծ ցուցանիշ է եւ իր հարցազրույցից Սամվել Կարապետյանի ինչ որ հղում էր կատարում, դե մոտակա դեռ 5 տարին կա, մենք սենց ինչ որ ակնարկեր է տալիս, այսինքն իրենք նաեւ մանդատ վերցնելու ոնց հասկանում եմ ծրագիր ունեն։ Ասենք չվերցնել է ինչ։ Ես հեսա կանդրադառնամ ձեզ, բայց ես կուզեմ հիշեցնել, որ մեր նորանկախ պատմության մեջ ընտրություններում 540,000 ձայն վերցնող է եղել։ Դա Ռաֆի Հովհաննիսյանը, այո, Ռաֆի Հովհաննիսյանը։ Որտեղ է Ռաֆի Հովհաննիսյանը։
1 տարի հետո նա 5.5 մարդ չուներ իր կողքը։ Դա ոչ ճիշտ քաղաքական հաշվարկների քայլերի հետևանքն է, եւ դա կապ չունի ինչ ձևի ընտրազանգված քեզ կարող է քվեարկել։ Դու պահը պետք է ճիշտ օգտագործես։ 540,000-ը դա քիչ ձայներ չէ։ Եվ ինչից հետո ժողովրդի ցասումը մարեց, եթե կհիշեք։ Երբ որ ժողովուրդը գնաց քայլերթով նախագահական, Ռաֆի Հովհաննիսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, եւ Ռաֆի Հովհաննիսյանը դուրս եկավ հանրությանը ժողովրդին, ասեց ամեն ինչ նորմալ է, մենք կշարունակենք մեր պայքարը, եւ ինքը այդտեղից որտեղ ուղևորվեց Միացյալ Նահանգների դեսպանատուն։ Եվ դրանից հետո ամեն ինչ ավարտվեց։ Հասկանում եք, ուղղորդվող քաղաքական գործիչները հաջողություն չեն կարող ունենալ, որովհետև որոշումները իրենք չեն կատարում, իրենց փոխարեն են կատարում։ Ես մինչև ընտրությունները, հատկապես ուժեղ Հայաստանին, միշտ հորդորել եմ եւ ասել եմ, որ դուք չեք գիտակցում ում եւ ինչի հետ գործ ունեք։ Դա Նիկոլ Փաշինյանը չի։ Դա այն ուժերն են, ովքեր բերել են Նիկոլ Փաշինյանին իշխանության 2018 թվականին եւ չգիտակցել դա, եւ դրանից հետո հիմա Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ մենք պետք է դեսպաններին հրավիրենք 50-ից ավել, չէ, դեսպաններին։ Դա տեղակ չեն, չէ, դեսպանները։ Չէ, ուրեմն ես ասեմ, տեղեկացնել ինչա տեղ ունել։ Ես հիմա ասեմ, այդ 50 երկրների դեսպաններն են այս ընտրությունները կատարել։ Եվ իրենք շատ լավ տեղյակ են ինչ է կատարվել։ Եվ հետո հարց են տալիս Սամվել Կարապետյանին, իսկ ով է հաղթել այս ընտրություններում եւ ինչ է ասում։ Ասում է հաղթել է Միացյալ Նահանգները, հաղթել է հավաքական արևմուտքը եւ հաղթել է Ռուսաստան։ Իրեն հարց են ուղում, պարոն Կարապետյան, ո՞նց Ռուսաստանը, կարող եք մանրադակ հասկանանք, ինչու Ռուսաստանը, չէ որ մենք բոլորի տպավորությունը այնպեսին էր, որ Ռուսաստանը անվերապահորեն աջակցում է Սամվել Կարապետյանին։ Եվ եթե մենք հռետորաբանությանը հետևենք Ռուսաստանի Դաշնության 1 տարի առաջ, երբ ձերբակալում էին Սամվել Կարապետյանին, եւ այս ժամանակահատվածը, երբ որ արդեն քարոզարշավ էր կատարվում, սարերի ձորերի տարբերություն է, ես ձեզ ասեմ։ Ամիսներ առաջ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպան ընթացքում հենց Սամվել Կարապետյանի մասին էր ակնարկով խոսում։ Ոչ միայն թույլ տալ ընտրությունը չէ։ Բանտում Սամվել Կարապետյանն էր։ Տեսեք, ես ունեմ իմ կարծիքը եւ բնական ես իմ կարծիքը եմ ասելու, որովհետեւ ես կարծում եմ Սամվել Կարապետյանի ճանապարհից շեղեցին այն խորհրդականները, ում իրենք հրավիրել էին Իսրայելի, Հոլանդիայի, հասկացաք, այս ստեղ պահեր կա, որ ժողովրդի աչքից վրիպել է դա, բայց սա առանցքային նշանակություն ունի։ Ոնց կարող ես դու հրավիրել մի խորհրդականի քո թիմ, որը պետք է կուրացիա անի անվտանգությունը, որը 2020 թվականին հոպն է ղեկավարել Իսրայելի։ 2020 թվականի 44 օրյա պատերազմում Իսրայելը մեծ դերակատարություն է ունեցել, հատկապես անօդաչու թռչող սարքավորումներով։ Մեր զինվորների դեմ սա չգիտակցել եւ այդ թիմից մարդ հրավիրել Հայաստանի Հանրապետություն, ես ձեր նախորդ հաղորդման ժամանակ մի նախադասություն ասեցի։ Մոսադի գործակալը Հայաստանի Հանրապետությունում անելիք չունի։ Եվ սա հավանաբար տեսել են եւ այլ գերտերություններ, որ որոշակի այս մարդը ինչ որ շեղվել է ճանապարհից։ Ես չեմ ասում ինքը ձեզ լսում ենք պարոն Մաչկալյան, տպավորությունը թե ամբողջ խնդիրները գալիս են միայն ուժեղ Հայաստանից, այդպես չէ։ Ես մկանադառնամ, ես ինչու եմ ուժեղ Հայաստանից սկսում, որովհետեւ ուժեղ Հայաստանն էր հայտարարում, որ ինքը հաջորդ վարչապետն է։ Այս իրավիճակի հիմնական պատասխանատուն ուժեղ Հայաստան կուսակցությունն է։ Դե հիմա որ Նիկոլ Փաշինյանը այտենց վատ բաներ չաներ, կդառնար մարդը վարչապետ։ Չէ, դե վատ բաները ո՞րն է, այսինքն գնար ինքը հայտարարեր իր ընդունեք վարչական ռեսուրսին, ասել գնացեք ինձ ձայն մի տվեք, գնար զորամասի գնդի հրամանատարներին ասել դուք գնացեք ձեր սրտի կամքով, բայց ով պատկերացնում որ Փաշինյանը այսքան այլանդակ է։ Չէ, գիտեք ինչ, ստեղ պատկերացնել ես պատկերացնում էի։ Իհարկե պատկերացնել հնարավոր է։ Եվ պետք է պատրաստ լիներ այդ գործողություններին։ Ոչ թե ընտրություններից հետո հայտարարել, այլ մինչև ընտրությունները։ Ես զարմանում եմ, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցության հաշվարկներն էր գնում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմացը հանրահավաք էր եւ իր կուսակից ընկերները ասում էին բոլորը հավաքվեք ժողովուրդ, սա մեր բոլորի հարցն է, չէ՞։ Ի՞նչն է բոլորի հարցը։ Բոլորի հարցը Արցախն էր։ Բոլորի հարցը Հայաստանի Հանրապետությունն է։ Բոլորի հարցը Գագիկ Ծառուկյանի բիզնեսները չեն։
Ինչու է այստեղ բիզնեսի հարց կա։ Իհարկե կա։ Դու կարծում ես գործարքի են գնում ինչ։ Ես չեմ կարծում, որ գործարքի են գնում եւ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս պարագայում ճիշտ է արտահայտվել, որ Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, եթե ես իր հետ գնամ գործարքի։ Ճիշտ է ասում նա։ Ի տարբերություն ընդդիմությանը, Բորիս ջան, Նիկոլ Փաշինյանը իրեն դավաճանած մարդկանց չի ներում։ Եվ իր հաղթանակի, այսպես ասեմ, գրավականը, որ ինքը հիմա ամուր նստած է իր աթոռին, դա է։ Ինչը ես չեմ տեսնում ընդդիմադիր ուժերի կողմից։ Քանի դեպքեր եղան, որ դավաճանեցին ընդդիմադիր գործիչները եւ տեղափոխվեցին իշխանական թիմ։ Այդ ինչու իշխանական թիմից, երբ որ մեկը տեղափոխվում է ընդդիմադիր թիմ, գրկաբաց ընդունում են, նաեւ ինչ որ լավ դիրքերում ներկայացնում են, նաեւ ցուցակում են ներկայացնում շատ անցողիկ շեմեր այդ մարդկանց։ Եվ ասում են իրենք դե սխալվել են։ Իրանք գիտակից քաղաքական գործիչներ են, ուղղակի այն ժամանակ սխալվել են։ Իսկ որ ընդդիմադիրներից են գնում իշխանական թև, դրանք բոլորը դավաճաններ են։ Դավաճանությունը դա երևույթ է, եւ պետք է ճիշտ գնահատել եւ այս կողմից գնացողները եւ այն կողմից եկողներին։ Սա է պետք գնահատել։ Գագիկ Ծառուկյանը ինչն էր դավաճանել։ Գագիկ Ծառուկյանը 2018 թվականին աջակից է եղել իշխանազավթմանը Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա է եղել առանցքային գործիչը։ Բայց բացի Քոչարյանից կա մարդ քաղաքական ուժ, որ աջակից չի եղել։ Ես կարծում եմ ոչ։ Դե բա ինչ եք ուզում։ Դե դրա համար ես հիմա դուք Գագիկ Ծառուկյանի պարագայում եք հարց տալիս, ես պատասխանում եմ, մնացածին էլ կասեք, մնացածին էլ կասեմ։ Դե ասում Գագիկ Ծառուկյանը դեռ աջակցել է ո՞նա, մարդը այդ շոքին ջուր ա աղակել։ Դե գիտեք ինչ կա, ջրից Շոկ բացի, կրակ էր, չէ, Երևանում ջրից բացի, հիշում եք ինչ շոկ չէ, դե ջրից բացի իրենք Ուրիշ բան էլ ա ուղղակի։ Մարիոտում սուրճել են խմել, կարծում եմ այդ սուրճը ամենաթանկ սուրճն է նստել իր վրա իր ամբողջ կյանքի ընթացքում։ Հիմա Երբ որ խլում համագործակցում են բիզնեսները, են։ հիմա խլում են բիզնեսները։ Շանգրիլյան փակեցին։ Տեսեք, ես դեմ եմ Արադ նման ցեմենտը ձևով։ խլում են։ Տեսեք, ես դեմ եմ նաև այդ գործելավոճին Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինչու միջև հիմա ստուգումներ չեր անցկացնում։ Սա էլ չէ, պետք է գնահատենք, սա արդեն քաղաքական մոտիվացիա կա, պետք է դա էլ ասել։ Այո, քաղաքական մոտիվացիա կա, որովհետև հիմա որոշեցին ստուգումներ անցկացնել։ Բայց Գագիկ Ծառուկյանը ի վերջո իր սխալների համար է պատասխան տալի հիմա։ Եվ շատ ցավալի է, որ միջև ընտրությունները Գագիկ Ծառուկյանի երբ որ հարց էին տալի, դուք կհամախմբվեք ընդդիմադիր ուժերի հետ եւ հարց տվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, դուք կհամախմբվեք, ինքը պատասխանեց. Եթե Ռոբերտ Քոչարյանը պետք է դառնա վարչապետ, ապա ոչ։ Իսկ հիմա ինչ որ ընտրություններից հետո կոչ անել թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին հատկապես, թե մնացած ուժերին, եկեք հավաքվենք, մեր ձայները գողացել են, սա մեր բոլորի հարցն է, կներեք էլի։ Մեր բոլորի հարցը չէ։ Մենք կորցրել ենք 2023 թվականին Արցախ, ոչ մի ձեն չկար Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից։ Լուր էին, քաղաքականությամբ չէր զբաղվում։ Այդ ինչ պատահեց, որ 2026 թվականին որոշեց։ Ես ձեր նախորդ հաղորդման ժամանակ եւս ասեցի, ով որ ներքաշել է Գագիկ Ծառուկյանին այս process-ների մեջ, նա է ուղղորդում Գագիկ Ծառուկյանին։ Իսկ ով է ներքաշել։ Ես չեմ կարող դա հիմա ասել հստակ, որտեվ Վախենում եք։ իհարկե ոչ։ Ես ուղղակի առայժմ ձեռնպահ եմ Ում մնում։ եք կասկածում։ Չէ, դե կասկածներ ստեղ գիտեք Ում ականջներն եք տեսնում Ծառուկյանի։ Ես ստեղ ականջների հարց չէ։ Ստեղ ընդամենը պետք է հասկանանք, որ քաղաքական ուժը ում էր աջակցում։ Եվ ինչ կոալիցիա կար ընդդիմադիր դաշտում, որ ոչ մի պարագայում չմիանալ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կար չէ այդպիսի կոալիցիա։ Դա է։ Եվ ոչ միայն ներքաղաքական, աշխարհաքաղաքական որոշում կար կայացված այն ուժերի կողմից, ովքեր 2018 թվականին բերել են իշխանության Նիկոլ Փաշինյանին, ընդհանուր մի հայտարարի էին եկել։ Ոչ մի գնով թույլ չտալ, որ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը։ Բոլորից խոսեցիք, Հայաստան դաշինքի ինչ սխալներ արեց։ Տեսեք, Հայաստան դաշինքի սխալը ես ձեզ ասեմ։ Նախ, տեսեք, Հայաստան դաշինքի սխալը այդքան լավ լինելն է։ չէ, չէ, ես դուք Միակ։ գիտեք, ես միշտ օբյեկտիվ եմ գնահատում Խնդրեմ ամեն ինչ։ գնահատեք։ Ունենալ նման առաջնորդ, որը ունեցել է այդպիսի փառահեղ ճանապարհ, անցել է Արցախի հաղթանակի ճանապարհով, եղել է Արցախի հանրապետության առաջին նախագահ։ Դուք պատկերացնում եք հիմա որ արտահայտվում եմ ես Արցախի հանրապետության առաջին նախագահ։ Դա մի հատ հեքիաթ է, չէ՞ թվում հիմա բոլորիս համար։ Եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ։ Որոշակի չեմ մեծացնում, հաջողություններ է ունեցել։
իր ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը վերելք է ապրել։ Կանք հիմա։ Չէ, ես հիմա մոտենում եմ ունենալ նման առաջնորդ եւ վարել մի քարոզարշավ, որտեղ հիմքում դրվի, որ վաղը կներեք հավը էժան է լինելու կամ չգիտեմ այսինչ տեղը մոստ է կառուցել Ռոբերտ Քոչարյանը, այնինչ տեղը ասֆալտ է արել, դա ծիծաղելի է։ Ինչա ծիծաղելի։ Որովհետև տնտեսությունը չէր կարևոր մեր այս հասկացա, բայց մարդիկ, չէ, դուք ուզում եք սահմանափակ լսարանի համար խոսակցություն, այդպես չի, մարդկանց տարբեր շերտեր կան։ Եթե դու ուզում ես իշխանության գալ, կարևոր չի կամուրջներ կառուցելը, կարևոր չի սոցիալական ապահովությունը, կարևոր չի այն բարեփոխումները, որ Քոչարյանը իր ժամանակ արել է եւ հիմա կարող է անել։ Ես կարծում եմ այդտեղ շատ բան է գնահատական, այսինքն շերտերը տարբեր են հասարակության։ Ինչու եք մտածում, որ մենակ մի շերտի մասին պիտի լինի խոսակցություն ամբողջ քաղաքական ուժի։ Տես։ Երբ որ կա մի այլ քաղաքական ուժ, որի հիմքում դրված է 300,000 աշխատատեղ, թեպետև ես կասկածում եմ, ես ուղղակի իրենց հնչեցրած թվերն եմ ասում։ Կա մի քաղաքական ուժ, որ տրամադրելու է ցանկացած գործազուրկին 150,000 դրամ, մի քաղաքական ուժ, որ խոստացել է բոլոր Հայաստանի Հանրապետությունում գրեթե գործազուրկ մարդ չպետք է լինի։ Ապահովագրությունները խոստացել են, անվճար ուսումը խոստացել են։ Չկա մի ոլորտ, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը տնտեսապես խոստումներ չտար։ Եվ ժողովուրդը հիմնվելով, որ դե նաև անձնական կարողություն ունենալու պարագայում, նաև ինչու՞ չէ, ունի Սամվել Կարապետյանը, հույս ունեցան, որ այո, միգուցե Դեմա տեսեք, դուք վերլուծում եք, ես եկեք ասեմ իրականություն, որ որպես քարոզարշավի մասնակից ես տեսել եմ։ Ես տեսել եմ, չեմ ասում շատ, բայց ինչ որ տոկոս մարդկանց, որոնք Հայաստան դաշինքին ընտրում էին, որովհետև իրենց թորը այս տարի բուհեր ընդունվելու եւ իրենց թորներ ընտրելու Հայաստան դաշինքին, թորները, եւ ասեն մենք ընտրում ենք, որովհետև այ Քոչարյանի դաշինքի խոստումը, որ կրթությունը անվճար է լինելու, հավատում ենք դրան։ Սամվել Կարապետյանին չեն հավատում։ Դե չգիտեմ ում չէին հավատում, հատկապես Քոչարյանը հավատում էին։ Եվ դրա համար ընտրում էին։ Հիմա տես մարդը ինչ որ տեղ կա, որ այս կետից է եկել ընտրելու Հայաստան դաշինքին։ Ասում եմ, ուզում ասել, որ ինչի հա Քոչարյանի կենսագրությունը իհարկե ամենաբացառիկն է այդ առումով ընտրություններին մասնակցող վարչապետի տեխնացուների եւ հարգանքի արժանի, բայց ինչի միայն ֆիքսվել դրա վրա, որ հանրության տարբեր շերտեր կան, տարբեր խնդիրներ ունեն։ Ես գիտեք, ես օրինակ չեմ անցալում մի մոտեցում, որ վերջերս չեմ ուզում այդ գործի անունը տալ, ապօրինի կալանքի տակ է գտնվում, ասում եմ ժողովուրդը ընտրեց ստամոքսով։ Գնեք, եթե ժողովրդին դուք հասցրել եք աղքատության դուռը, որպես նախորդ իշխանություն, այսինքն ցանկացած հոգեբանություն նայեք, ցանկացած մարդ, եթե իր կոպիտ ասած փորը կուշ չի, ինքը դրանց այն կողմ չի կարող։ Այսինքն լավ մարդ, եթե գալիս է տուն, իր երեխաները սոված են, ինքը կարող է ուրիշ բանի մասին մտածել։ Լավ ժամանակ կունենա ուրիշ բանի մասին մտածել։ Պապը, հայրը, մայրը, որը ասենք սեպտեմբերին գիտի, ուզում է, շատ է ուզում, որ իր դպրոցն ավարտող երեխան համալսարան ընդունվի, բայց ֆինանսական միջոցներ չունի։ Հիմա ինքը կարող է նաև այդ մոտիվացիան ունենալ, որ այս քաղաքական միավորին ես հավատում եմ, ընտրում եմ, որտեղ ուզում եմ իմ երեխան սովորի, ուզում եմ կրթություն ստանա, ուզում եմ իմ նման այս դժվար կյանքից դուրս գա, իմ դժվար կյանքից դուրս գա։ Դա վատ մոտիվացիա է, դատապարտելի մոտիվացիա, կարծում չէ։ Ոչ, դատապարտելի չէ։ Բայց գիտեք ինչ կա։ Հենց դրանով էր առանձնանում Ռոբերտ Քոչարյանը, որ պետք է ժողովրդին բացատրեին, որ այսօր առանցքային կարևորություն է անվտանգությունը, չի կարող անվտանգությունից բարձր հիմա խնդիր լինի մեր երկրում։ Բոլորի ծրագրերը շատ լավն էին։ Եվ ուժեղ Հայաստանինը, եւ Բարգավաճինը, բոլորինը նայես իրարից շատ էլ չի տարբերում։ Իսկ ինչ է, Բարգավաճ Հայաստանը չէր խոստովե անվճար ուսում, բոլորը։ Բայց այդտեղ առանձնակի հարց կար, ով կարող է ապահովել երկրի անվտանգությունը։ Դրանից է բխում մնացած ծրագրերը։ Չլինի անվտանգություն, ոչ մեկի ծրագիրը ի կատար չի կարող լինել։ Մենք նախորդ դրույթին էլ ասենք, իմ մոտ տպավորություն որ դուք ակնկալում եք, որ ցանկացած քաղաքացի իր համար պետք է ունենա հետախուզական, տեղեկատվավելուծական կենտրոն իր գլխի մեջ, որ ինքը հիմա մարտը սեպտեմբերին իր ուսանող ենթադրյալ ուսանող երեխան պետք է համալսարան գնա։
Հələ պատերազմը ինքը չի տեսել կամ անվտանգության խնդիրը իր համար տեսա, բայց սեպտեմբերին ինքը այդ վճարը պետք է անի։ Այդ հարցը կարևոր է իր համար, թե չէ։ Հիմա տեսեք, մարդել կա սեպտեմբերին իր զինվորին բանակի, չէ, ուղարկելու։ Ինքն էլ է անվտանգության տեսանկյունից Չէ, հիմա տեսեք, դարձեցին տարի ու կես բանակը, Ահա։ չէ։ Մեծ շատ ծնողներ կան, ես որ հանդիպում էի զրույցներ էի, վարում ասում էին, Կարեն ջան, մենք խուսափում ենք, որովհետև այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը տարի ու կես է դարձել, բա որ հաջորդ իշխանությունը գա 2 տարի դարձնի նորից, ընդունենք էլի։ Բա որ գա հանկարծ պատերազմ լինի, բա որ գա ասես խաղաղություն է, մենք պետք է բացատրեինք ժողովրդին, որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է։ Քարոզարշավը պետք էր անցկացնել այդ հիմքի վրա, որովհետև դա է իրականությունը։ Դուք կարծում եք, որ սա խաղաղություն է։ Սա հիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն։ Չասած մենք գնում ենք Չէ, խաղաղություն։ դե ես հիմնականում մենք պետք է Քարոզարշավը ունի նաև տրամաբանություն։ Ես այդ տրամաբանության մեջ չեմ ասում, որ ասեմ, որ վատ է, որ ընդունենք բուհերում պետք է անվճար բուհական համակարգը դա վատ է։ Ոչ։ Բայց պետք է առանձնացնել ինչով է քո առաջնորդը տարբերվում այլ Դե առաջնորդներից։ առանձնացումը եղել է Հայաստան դաշնակցում, Դե եղել է, բայց ժողովուրդը լավ չի Ես ուրիշ հասկացել։ խնդիրներ կնշեի, եթե կողքից նայող լինեի, բայց ես կարծում եմ այդ առանձնացումը շատ ակնառու է եղել, ամբողջ քարոզարշավը կառուցված է եղել Ռոբերտ Քոչարյանի կերպարի վրա, այսինքն Այո։ եւ հաջողությունն էլ մեծ 99%-ով կապված եղել Ռոբերտ Քոչարյանի կերպարի հետ։ Այո։ Եվ այնտեղ մի ձևակերպում օգտագործեցիք, այո, համաձայն եմ, ես էլ եմ այդ համոզմանը, որ Հայաստանում քաղաքական, զուտ քաղաքական ընտրություն մոտ 10% է կատարել։ Մնացածը չասենք հիմա։ Կարանք Դա էլ ասենք, կարևոր կարանք է։ չասենք։ Չէ, չասենք, վատ իմաստով չեմ ասում, ընդ որում գիտեք, այսպիսի իրավիճակ էլ կա։ Մնացածի համար չի կարելի համարել, որ օրինակ ուժեղ Հայաստանի առաջնորդը պատասխան մարդ իշխանություն չի եղել, եկել է քաղաքական հայտ է ներկայացրել, հասարակական այս իրավիճակը արդեն արկա է։ Հանրության, այսինքն զգալի մասը միայն ֆինանսական հարցեր ունի իշխանության հետ։ Դրանում Սամվել Կարապետյանը ուղիղ մեղավորություն չունի, ինքը ոչ իշխանություն եղել, ոչ այս հասարակական միջավայրն է ձևավորել, ոչ մեդիաներ է ունեցել, ոչ հեռուստատեսություն է ունեցել, որ սերիալներ նկարել դեգեներատ ու մարդկանց փչացնել։ Այսինքն այդ իմաստով այո, իրավիճակը այսպեսին էր, բայց ես իշխանությանը մեղադրում եմ, որ այդ դեգրադացիան շարունակել է, այս Նիկոլ Փաշինյանական իշխանությունը, բայց այդտեղ Սամվել Կարապետյանը ուղիղ մեղքը չեմ տեսնում։ Անկեղծ ելնենք, այդ մարդ հոչի ձևավորել է հասարակությունը, որը իր առաջնահերթությունները այսպես է ձևավորել։ Հասարակությունն էլ չի մեղավոր։ Մեղավորն էլ էլիտաները, որոնք ձևավորել են այս հասարակության մտածողությունը։ Դրա համար եթե մարդը իր ուժերի վրա վստահ չի։ Դե վստահ էր, ոնց վստահ Չէ, չէ։ դե վստահ էր, տեսանք ինչով ավարտվեց։ Դե հիմա։ Չէ, դե գիտեք ինչ, սա կանխատեսելի էր։ Մենք չպետք է ասենք, որ սա անակնկալ է եղել։ Սա է հարցը։ Սա անակնկալ չէր։ Ոնց որ ինքն էլ է համակերպվել։ Հիմա ասում է պետք է Դե չգիտենք, հələ կտեսնենք ինչ կանի մարդ։ Դե հիմա ինքը սպասում է արդեն սիներգետический էֆեկտների։ Չի լինելու ոչ մի սիներգետический էֆեկտ, ես ձեզ ասեմ։ Գաղափարը կազմել է 10% այս ընտրություններում։ Ընդամենը 10% Դա խոսում է մեր հասարակության մասին։ Այո։ Եվ խոսում է քաղաքական այն էլիտաների մասին, որոնք ձևավորել են այս հասարակությունը, բայց ոչ Սամվել Կարապետյանի մասին։ Այդ անձի մասին չի խոսքը։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ընդամենը Ինքը չէ Բոլոնյան համակարգը բերել։ Չէ, բայց հիմա Ինքը տեսեք։ չէ կրթական համակարգը ձևավորել։ Այդ Արմենիա TV-ների, ATV-ների եւ մնացած այդ հիմարագույն սերիալները ինքը չէ նկարել, ֆինանսավորել։ Լավ, կարող էին միջև ընտրությունները, չեմ ասում միասնական ճակատով հանդես գան, որտեղ դա արդեն անհնար էր, բայց կարող էին, չէ որ իշխանությունը ներկայացնում էր, ոնց են, երրագլուխ, չէ, կուսակցություններ, չէ։ Մեկը պիտակավորումը կար, հանրության կողմից այդպես էլ ընկալվում էր, պետք է ճիշտ ասենք, բայց հիմա դուք արհեստական ինչ որ ստեղծեք մի հատ sense իրավիճակ, որ մենք նախկինների հետ չենք համագործակցելու, ընդունենք Գագիկ Ծառուկյանը եւ ուժեղ Հայաստանը, իրենց կողմից մի քանի անգամ է ասվել դա։ Ասում են չենք համագործակցելու, դրանով իրենք ուզում էին իրենց ապահովագրել, որ ժողովրդին ցույց տան, որ մենք տարանջատված ենք նախկին ուժերի կողմից, չաշխատեց։ Ասախր ժողովրդի մոտ ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի եւ նախկինների կապը չկար այդ ընկալումը։ Ես այդպես եմ հասկանում։ Ոնց չկա, բայց Գագիկ Ծառուկյանի եւ նախկինի Գագիկ Ծառուկյանը միակ քաղաքական գործիչն է, որ եւ նախկինների հետ կապը կա եւ ներկաների հետ կապը կա։ Շատ ամուր։
Ավելին ասեմ, Գագիկ Ծառուկյանը միակ քաղաքական գործիչն է առանցքային, ես չեմ ասում դա, որը որ մեծ դերակատարություն է ունեցել 2018 թվականի իրադարձությունների ժամանակ։ Սա մենք պետք է ֆիքսենք։ Նա համասեփականատեր է այս իրավիճակին։ Իր սխալներից է եղել սա։ Նա աջակցել է։ Եվ ոչ միայն ջուր բերելով որ։ Շատ լավ, դե ես ջուր բերելու հայտարարությունն եմ լսել, ուրիշ բաների տեղյակ չեմ։ Չգիտեք ինչ կա։ Ուրիշ բան, ես անկեղծ եկեք փաստերի վրա հենվենք։ Ջուր բերելը պարոն Ծառուկյանը ընդունել է։ Ահա։ Մեկ էլ ես տեսել եմ, որ այն բան թագերով ինչ որ տղամարդիկ կային հանրավակների մասնակցող 18 թվականին։ Հիմա գիտեք ինչ, մենք պետք է սպասենք սահմանադրական դատարանի որոշմանը։ Պետք է իրավական գնահատական տրվի իշխանությունների կողմից, կապ չունի ինչ որոշում կկայացնեն։ Դա մենք պետք է սպասենք։ Եվ դրանից հետո պարզ կդառնա իրադարձությունները դեպի որ ուղղությամբ են զարգանում, համենայն դեպս ես հակված եմ, որ այս մանդատ վերցնել չվերցնելը պետք է շատ լավ մտածեն, բոլորը միասին։ Շնորհակալ եմ։ Ինչպես ժամանակին մեր եթերում հարգարժան Ալբերտ Բազայանը քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ ասեց, թարմ ուժերի կարիք կա։ Շնորհակալ եմ։ Ես եմ Ստեսություն կհանդիպենք։